Նաև պատմեց այն աշխատանքների մասին, որոնք Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ պատմել է իր եւ Տաթևի վանական համալիրի վանահայր Տեր Սահակի հանդիպման մասին։ Նախորդ օրերին Ալեն Սիմոնյանը Սյունիքում էր, որտեղ հանդիպել էր նաև Տեր Սահակի հետ ու լուսանկարներ հրապարակել։ Դրանից հետո Տեր Սահակը այսօր AM-ի հետ զրույցում նշել էր, որ Ալեն Սիմոնյանին միայն բարևել է, չի զրուցել, չի աղոթել։ Որպես արցախցի, Արցախը կորցնելուց հետո ես այս մարդկանց հետ ինչ պետք է խոսեմ, խոսելու բան չունեմ։ Ես չեմ կարող Արցախը թուրքին հանձնած մեկի հետ գնալ ինչ-որ բան խոսելու։ Բարևել եմ ու անցել գնացել։ Այսօր AM-ին ասել էր Տեր Սահակը։ Ի պատասխան Ալեն Սիմոնյանը տեսանյութ եւ լուսանկարներ է հրապարակել, որտեղ ակնհայտ է, որ Տեր Սահակը իրեն ուղեկցում է վանքի տարածքով զրուցում։ Ավելին, ըստ Սիմոնյանի, նա առաջարկել է Տեր Սահակին օգնել վանքի շինարարական աշխատանքների հետ կապված ֆինանսական միջոցներ գտնել, անգամ Տերհոր հեռախոսահամարն է վերցրել։ Փորձեցինք Տեր Սահակից պարզել, ինչ է եղել իրականում եւ ինչու է այսօր AM-ին ասել, թե Ալեն Սիմոնյանին միայն բարևել է ու անցել։ Մայրաթորից ճնշումներ են եղել իր վրա Ալեն Սիմոնյանի հետ զրուցելու, շրջելու, օգնության պատրաստակամություն ընդունելու համար։ Այո։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ձեզ Civic Game լրատվականից եմ անհանգստացնում։ Այո։ Civic Game։ Տեր Սահակ, Ալեն Սիմոնյանը ազգային ժողովի նախագահ տեսանյութ է հրապարակել իր Telegram ալիքում, ասում է ձեր հանդիպման մասին է անդրադարձել, որտեղ դուք հանդիպել եք պարոն Սիմոնյանին, շրջել եք եկեղեցու տարածքով, ցույց եք տվել եկեղեցին, զրույց եք ունեցել, չնայած դուք այսօր AM-ին տված հարցազրույցում հերքել եք իր հետ հանդիպումը, նշել եք, որ ընդամենը բարևել եւ անցել եք, բայց պարոն Սիմոնյանը ասում է, որ երկար զրույց եք ունեցել, որ անգամ ինքը ասել է, որ կաջակցի եկեղեցին կառուցելու, վերանորոգելու հետ կապված հարցերում ու տեսանյութ է հրապարակել, որտեղ դուք երկար զրուցում եք, քայլում եք տարբեր տեղերում եք պարոն Սիմոնյանի հետ։ Պարոն Տեսակ, ես հիմա հարցազրույց չեմ տալիս։ Ահա։ Ոչ մի հարց չեմ ուզում պատասխանել, բավական զանգահարել եմ, պատասխանել եմ, խոսել եմ եւ այլն։ Ես Facebook-յան ալիք չունեմ, Facebook չեմ մտնում, չեմ նայում, չեմ հետևում ու այսքան դերից։ Տեր Սահակ, բայց Ալեն Սիմոնյանը հերքել է ձեր ասածները, որ դուք իրեն ընդամենը բարևել եք եւ վիդեոներ եք տեղադրել, որտեղ դուք երկար քայլում եք։ Հիմա ուզում եմ հասկանալ ո՞րն է ճիշտ։ Ալո։ Տեր Սահակ։ Այո։ Անջատվեց, չհասցրեցի։ Հա, չի անջատվել, ես եմ անջատվել, ես հարցազրույց չեմ տալիս։ Ես ինչ որ պետք է ասել եմ։ Բայց ստացվում է, որ Ալեն Սիմոնյանն Տեր Սահակ, Ալեն Սիմոնյանն է հակառակ վիդեո է դրել, ստացվում է, որ կամ դուք եք ստում կամ Ալեն Սիմոնյանը։ Ես չգիտեմ ինչ են դրել, ես չեմ էլ հետևում բացարձակ։ Ես սուտ չեմ խոսում։ Այսինքն դուք միայն բարևել եք Ալեն Սիմոնյանին։ Բարևել եք եւ ինչ որ քայլել եք, այսպես բոլորի հետ ենք ընդհանուր գնացել ենք, ոչ աղոթքի կարել, ոչ օրտնել եմ, ոչ մի բան։ Հասկացա։ Իսկ Ալեն Սիմոնյանը առաջարկել է ձեզ ֆինանսական օգնություն եկեղեցին կառուցելու կամ վերանորոգելու հետ կապված։ Չէ, եկեղեցին կառուցելու հարցերն է։ Չէ, կառուցելու չէ, ինչ որ նորոգումներ անելու այդ կապված։ Աշխատանքներ կատարում են այնտեղ շատ փոքրիկ այսպես նշան աշխատանքներ է կատարում։ Ինքը հարցնում էր չգիտեմ, նույնիսկ չգիտեմ թե ում էր հարցնում, թե մենք ինչ-որ մի բանով կարող ենք օգտակար լինել։ Նման բան ասել է։ Ահա։ Իսկ դուք ընդունեցիք իր օգնության առաջարկը։ Ոչ, իհարկե չէ։ Որտեղ ինքը ասում է համաներով փոխանակվեցինք։ Հիմա գիտեք, համարերով փոխանակել ինքը ուզ բանը ինչ է կոչում, օգտականը չեմ էլ իմանում ով է։ Այո։ Հավասարել է տակոդը միան այսքան բան։ Հասկացա։ Իսկ ինչ նպատակով եք փոխանցել ձեր համարը Ալեն Սիմոնյանին։ Իրան չեմ տվել։ Հա, խորհրդականին իր։ Հա, խորհրդականին։ Հա, ինչ նպատակով եք տվել ձեր համարը։ Տվել եմ իրան, ինչ ասում։ Ես ուզում եմ հասկանալ, միգուցե ձեզ ճնշել եմ, որպեսզի դուք այդպես ներկայացնեք։ Ոչ մեկը չի ճնշել, ոչ մեկ բացարձակ ոչ մեկը չի ճնշել։ Հիմա ուզում եմ իմանալ դուք ինչ եք ուզում ճշտել, անդադար։ Ես ուզում եմ հասկանալ ով է ճիշտ, որովհետև ես Տաթևի վանքում տառապում եմ, որևէ մեկը չի զանգահարել։ Հիմա դու բանը կա, ես ոչ Facebook եմ մտնում, ոչ ընթերցում եմ, ոչ հետևում եմ, թե ով ինչ կանա։ Ես Տաթևի վանքը ինչքան կարողանում եմ իմ ուժերի դերածի չափով պայծառացնում եմ այդքան բան։ Շատ լավ է, աստվածօգնական։ Ով է գնում, ինչ է, կարող է մեկը կա ասեք 1000 խոստում տա պատրաստակամություն հայտնի եւ դա ինչ կապ ունի ինձ հետ։ Ուղղակի ուզում եի հասկանալ միգուցե ձեզ ճնշել են, դուք փոխել եք ձեր խոսքերը, որովհետեւ ոչ, բացարձակ ոչ մի ճնշում չի եղել, նույնիսկ չեն ասել որ Ալեն Սիմոնյանն է գալիս։ Ինձ դուրս ասել են որ Արարատ Միրզոյանն է գալիս։ Ասողյանն էլ կասեմ, ասողներ եղել է բանը, Լալայան Սամվելն է եղել, համայնքապետը։
Բա ինչու եք այսօր EM-ին ըստ էության սխալ տեղեկություններ տրամադրել, որ միայն բարևել եք պարոն Սիմոնյան եւ ոչինչ չունեք Արցախը հանձնողների հետ խոսելու հետ կապված բան, բայց ստացվում է Ալեն Սիմոնյանի հետ երկար զրուցել եք, մարդավարի զրույց է տեղի ունեցել եւ հիմա ինչի հետևանքով։ Չէ, նայկաս հարցեր ա տվել, պատասխանել եմ շատ կարճ։ Այդքան բան։ Հասկացա։ Բայց ինչպես է եկեղեցի պահում, այս աշխատանքները որ կատարում եք, ինչպես է կատարում, ասես շատ համառոտ։ Փաստորեն այսօր EM-ում այսօր EM-ում ձեր ասածը կամ այսօր EM-ի ներկայացածը սուտ է։ Իմ ներկայացրածն է սուտ։ Չէ, այսօր EM-ի գրածը նկատի ունեմ։ Այսօր EM-ի որ։ Չէ, ես չգիտեմ այսօր EM-ը ինչ է գրել, ես չեմ կարող ասել։ Հա, այնտեղ որովհետեւ այսօր EM-ին գրված էր, որ դուք իբր ասել եք, թե ընդամենը մի հատ բարև եք տվել եւ չեք էլ զրուցել հետ Ալեն Սիմոնյանի հետ, չեք աղոթել զրուցել։ Ես հիմա հերախոսը ուզում եմ անջատել ու այլևս այդ մասին չխոսել։ Շատ լավ։ Բոլորը ճանաչում են ինձ որպես Մարիա Թոսուբեժ միացնի միապան, որպես, չգիտեմ, ինձ ճանաչողները ինձ լավ գիտեն։ Եկեղեցուց ձեր նկատմամբ ճնշումներ չեն եղել Մարիա Թորից։ Ալեն Սիմոնյանի հանդիպումից հետո։ Ոչ, բացարձակ։ Շատ լավ, շատ շնորհակալ եմ Տեր հայր։ Ամեցիկ։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։